Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեքլոսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Կոնցերն Դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, շնորհակալություն պարոն Ասատրյան։ Քանի որ մենք լայն աուդիտորիայի մասին ենք խոսել, ես հենց սկզբից մի պարզ հարց տամ, գուցե մի քիչ կոպիտ հնչի, հա։ Այդ առաջարկվող փոփոխությունն է, հա, 205 հոդվածում քրեական լեզվի։ Իմաստն այն չէ, որ սիրելի գործարար սուս ու փուս մուծի այն ակտերը, որոնք մենք գրում ենք մենք հարկայինը։ Եթե չմուծես, եթե բողոքարկես, ապա դու կնստես եւ միևնույն է այդ հարկերը այդ բաները պարտավորությունները կկատարես։ Այդ չի։ Նու պարզ մարդկային լեզվով ասած գրեթե այդ է, մի քիչ վերապահումներով իհարկե։ Խնդիրն այն է, որ կառավարության 14-17 թվականի կառավարության ծրագրում նախատեսվել էր հստակեցնել քրեական օրենսգրքի 205 հոդվածը հարկերից չարամտորեն խուսափելը, քանի որ լուրջ խնդիր էր առաջացնում թե կիրառման պրակտիկայով, թե ինքը նորմը։ Այստեղ նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որը առաջին հայացքից, երբ որ նայում ես թե բիզնեսմենի աչքերով, թե շարքային մարդկանց աչքերով, թվում է թե իսկապես լավ բան է արված, ու մեր կարծիքով նպատակն է բարի եղել, ուզեցել են լավ բան անել, ստացվել է ինչպես միշտ, հա։ Ու մեր կարծիքով պարզապես չեն ուսումնասիրել կիրառման պրակտիկան 205 հոդվածի։ Եվ ստացվել է հետևյալը։ Այստեղ փոփոխությունը նախատեսում է նախքին ուրեմն խմբագրության մեջ գործող ուրեմն այսօրվա նորմի մեջ այնտեղ ասում է որ թաքցնելը հարկերը турքերը խուսափելը թաքցնելու միջոցով կամ խեղաթյուրված այլ տվյալներ մտցնելու միջոցով այստեղ վերնագիրն է փոխվում եւ շահադրանքն է փոխվում ոչ թե խուսափելն է արդեն քրեորեն հետապնդելի դառնում այլ հարկեր չվճարելը Հարկեր չվճարելը չի կարող դառնալ քրեորեն հետապնդելի արար։ Մի փոքրիկ հարց, հա, դուք ասացիք չարամտորեն։ Այ որտեղից եք դուք իմանում, ես չարամիտ եմ, թե չարամիտ չեմ։ Լավ հարց է, որովհետև կիրառման պրակտիկայի հետ կապված հենց այդ խնդիրը կա։ Երբ որ տեսուչը գնում է ստուգումների մասն օրենքով, արձանագրում է ենթադրյալ խախտումը, 2 միլիոն եւ ավել, ուրեմն արձանագրության դեպքում մենք ունենք ֆինանսների փոխնախարարի ուրեմն պաշտոնական գրությունը փոքր եւ միջին ձեռնարկատերի հարկերի պաշտպանության նախագահին ուրեմն ՀԿ-ի նախագահին Փայլակ Թադևոսյանի որտեղ հստակ գրված է որ 2 միլիոն դրամը գերազանցող բոլոր արձանագրությունները ակտերը ավտոմատ ուղարկվում են նախաքննական մարմին, որպեսզի նախաքննական մարմինը որոշի չարամտորեն է, թե չարամտորեն չէ։ Իսկ նախաքննական մարմինը, քանի որ 10 օրվա ընթացքում պիտի լուծի քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը, 10 օրվա ընթացքում ոչ մի բան չի կարելու հասցնի, բնականաբար հարուցում է քրեական գործ, որպեսզի որոշի ինքը չարամտորեն է, թե ոչ։ Այստեղ երկրորդ էլեմենտը, որ դրված է նախազգուշացման ինստիտուտը մտցված նոր նախագծով, թվում է թե իսկապես լավ մարդուն զգուշացնում են, հետո են պատժում, այո։ Մենք հենց դրա վրա մեր շեշտադրումը կատարել ենք, մեր վերլուծությունը, առարկությունները կան, մեր կայքում դրված են։ Մենք ասում ենք, որ լավ, բարի, եթե իսկապես կա չարամտորեն խուսափում, զգուշացրեցիք, մի անգամ մարդը չվճարեց, քրեական գործ հարուցեցիք։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքերում այնտեղ իրավական վեճ է։ Չարամտորեն խուսափելու մասին խոսք լինել չի կարող։ Մենք օրինակ ենք բերել, օրինակը իրական դեպքից էր վերցրված առանց անունների եւ մինչեւ վճռաբեկ դատարան մեր վստահի գործն է եւ մենք անվերջ ճանաչեցինք այդ ակտը։ Մարդը ուներ շահութարկի արտոնություն, նոտարիական ներդրող էր։ Ստուգողն ասում էր դու ճիշտ է կանոնության մեջ գրանցված է 500 միլիոն եւ ավելի որ դու ներդրում ես արել ռեգիստրում գրանցված է եւ այլն բայց որ փոխանցել ես այդ 500 միլիոն եւ ավելին հա այնտեղ նպատակը գրած չի ներդրում բայց օրենսդրության մեջ այդպիսի պահանջ չկա դրա համար գրել այդ մոտ 100 միլիոնի ուրեմն ակտ էր հիմա եթե այս զգուշացման ինստիտուտը մտնի ինքը գրեց 100 միլիոնը ասում է
պիտի վճարես, չարամտորեն խուսափել ես։ Ես ասում եմ, չէ, ես բողոքում եմ։ Այո, բողոքարկում եք։ Բողոքարկում եմ, ինքս ասում եմ, ես քեզ զգուշացնում եմ, եթե 10 ռուբլ չվճարես, ուրեմն չարամտորեն ես խուսափում, ես նոր նախագծով, հա, ու ես քո նկատմամբ կառուցեմ քրեական գործ, այսինքն մի բան էլ սա կօրինականացնի այն ապօրինի քրեական գործի հարուցումը։ Մեր մտավախությունը սա է։ Պարոն Ասատրյան, դուք ձեր առարկություններում ասում եք ենթադրյալ հարկային պարտավորությունների մասին, ինչ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ բոլոր այն դեպքերը, որտեղ կա օրենքի մեկնաբանություն, պարզաբանումների մեկնաբանության խնդիր, այսինքն իրավական վեճ։ Եկել աստուգողը ինձ ասում է, որ դու չարամտորեն ես խուսափել կամ խուսափել ես ընդհանրապես, ես ասում եմ ոչ։ Ես ճիշտ եմ եւ այսպես եմ մեկնաբանում, դու այսպես ես մեկնաբանում, այստեղ մենք վեճ ունենք։ Եվ ինքը վեճը հաշվի չառնելով ենթադրյալ պարտավորություններ ա գրում։ Հիմա ես գնում եմ վարչական դատարան կամ գանգատարկման հանձնաժողով։ Այս էլ մյուս խնդիրն է կիրառման պրակտիկայի։ Ես գնում եմ բողոքարկման, մինչև դեռևս չհասցրած բողոքարկման նիստը նշանակել է, իմ կլիենտի նկատմամբ հարուցում են քրեական գործ։ Այսինքն վարչական գործիքը կար, կիրառվեց նաև քրեական գործիքը։ Այստեղ մենք ասում ենք, մենք բազմից ենք ասել, որ 205 հոդվածը կիրառական պրակտիկան հակասահմանադրական է, որովհետև դու չես կարող հեռանալ քրեական օրենսգրքի խնդիրներից, հա, հասարակական վտանգավոր արարք եւ այլն նպատակներ, որպեսզի կանխվի այդ արարքները, դու դրա փոխարեն իրան ընդգրկել ես հարկահավաքության գործիքակազմում եւ դրանով երկու գործիքով, հա, իհարկե այսօր ֆինանսների նախարարությունը կներեք միամիտ կլինի, որ այդ գործիքը չօգտագործի, որովհետև երկու գործիքներ իր ձեռքում է, նախաքննական մարմինն էլ իր համակարգում է։ Այ դրա մասին է ուզում հարցնել։ Այ մենք ստեղծել ենք միասնական քննչական կոմիտե, բայց ՊԵԿ-ի քննչական մարմինը թողնվում է ՊԵԿ-ում։ Ինչի համար են ուրիշ տեղերից վերցնում, որpիսի ես որպես ՊԵԿ-ի աշխատող, ես քննիչ լինելով իմ ուրեմն հիմնարկի ուսադիրների մասին չմտածեմ եւ ավելի անաչառ լինեմ, բայց այս դեպքում չգիտես ինչու թողել են ՊԵԿ-ում, ինչու։ Ու պարզ է ինչու, որովհետեւ գործիքակազմում է ընդգրկված, ես ասում եմ Կնոտ Պրյանիկի տարբերակով, Մենակ Կնոտն է ստեղի գրել, Պրյանիկը չի։ Պրյանիկ կա իմիջիայլի։ Պրյանիկը բանի տարբերակ։ Մեկ այլ նորմում 179-ի 5-ում դա սահմանված է, որ եթե քո վրա գրել են այդ բանը, պարտավորությունը ու դու վնասները, տուժերը, տուգանքները եւ գրված արձանագրությունը ամբողջապես վճարում ես, ազատվում ես քրեական պատասխանատվությունից։ Մենք ինչքան տարօրինակ թվա, մենք առաջարկում ենք, որ այդ նորմը ուժը կորցած ճանաչվի, որովհետեւ դա հենց որ այս քրեական նորմը դարձնում է հարկահավաքության գործիք, այսինքն ես եկա գրեցի, դու եկար փող գնացիր, ճարեցիր, դե ոչ ես ուզում նստես, հա, զոնքաչիցդ բերեցիր, բարեկամիցդ բերեցիր, վճարեցիր, բաց եմ թողում գնա։ Մենք ասում ենք, որ դրա փոխարեն, այ տեսեք, այս փոփոխության մեջ ընդհանրապես չի խոսվում խոշոր չափ, առանձնապես խոշոր չափ շեմի մասին։ Այսօր գործող նորմով խոշոր չափը 2 միլիոն դրամն է։ Բայց կտեմ ֆինանսների փոխնախարարը իր բացատրություններում ասում է, որն է խոշորը, որը խոշոր չի, չէ։ Իր բացատրություններում պետք չի որ ասի, օրենքում գրված է հստակ, ասում է 2 միլիոնից մինչև 15 միլիոնը եւ 15 միլիոնից բարձր առանձնապես խոշոր։ Մենք ասում ենք, որ 2 միլիոն դրամ 2006 թվականին որ սահմանել են, գուցե եւ բավականին խոշոր է։ Բավականին խոշոր էր։ Բայց այսօր 2 միլիոնը որոշակի շատ մարդիկ այս քաղաքում ընդմիջում են անում, գնանք են ռեստորաններում եւ ամոթա որ 2 միլիոնի համար մարդու նկատմամբ պիտի քրեական։ Իսկ որն է շեմը ասծես։ Հա, հետաքրքիր հարց է։ Ըստ մեզ կարող է տարօրինակ թվա, մենք ասում ենք, որ շեմը խոշորը շեմը պիտի սահմանվի 50 միլիոնը, իսկ առանձնապես խոշորը 500 միլիոնից է, 50-ից 500-ը, խոշորը պիտի լինի միլիոնը եւ 500-ից բարձրը պիտի լինի առանձնապես խոշորը հիմնավորենք ինչու։ 50 միլիոն դրամը եւ 500 միլիոն դրամը։ Այո։ Այ որտեղից եք այդ թվերը վերցնում։ ՓՄԾ ԶԱԿ-ի օրենքում մեր հստակ սահմանված է միկրո բիզնեսի, այսինքն գերփոքր բիզնեսի պարամետրերը, այնտեղ ասում են, որ մինչև 10 մարդ եւ մինչև 100 միլիոն դրամ նախկին տարվա հասույթի շրջանառություն ունեցող ընկերությունը համարվում է գերփոքր ընկերություն։ 100-ից 500 միլիոնը համարվում է փոքր ընկերություն։
Այսինքն մենք դեռ միջինի մասին էլ չենք խոսում, մենք ասում ենք ժողովուրդ, եթե ասում ենք, որ ուզում ենք փոքր բիզնեսը փրկենք, ուզում ենք զարգանալ, հələ օտարերկրյա ներդրումների մասին չեմ խոսում, որովհետև ինչքան էլ մենք էլեկտրոնային համակարգ դնենք, մեկ պատուհան դնենք եւ այլ, եթե տակից քրեական գործեր ենք հարուցում, ներդրում չի լինելու։ Ես 10 տարի է դրա մասին ասում եմ։ Հիմա եկեք, իսկ եթե ասում ենք մեր համար գերխնդիր է, որ փոքր միջին բիզնեսը զարգացնենք, մենք ասում ենք գոնե գերփոքր ու փոքր բիզնեսը եկեք, այս քրեական նորմի տակից հանենք ժողովուրդ։ Իրանց փրկենք ուղղակի։ Մենք հիմնավորում ենք, որ կան ավելի էֆեկտիվ ուրեմն գործիքներ, միջոցներ, վարչական։ Բայց ոչ քրեական։ Այո, վարչական միջոցների սահմանադրությունն ասում է, եթե կան ավելի էֆեկտիվ ու ավելի քիչ միջամտող բիզնեսին։ Չէ՞ որ բիզնեսին չպետք է միջամտես գաղափարով, որպեսզի ինքը զարգանա։ Մենք ոչ կներեք, մենք ոչ չենք ասում, որ դուք մի եկեք ստուգման։ Գաղափարը նա է, որ դու պիտի գաս ստուգման, բայց պիտի գաս այն գործիքներով, այն մեթոդներով, որ դու չմիջամտես բիզնեսի։ Դրա մասին քիչ հետո, հա, այս այլ գործիքների մասին։ Այ կարծես թե այս փոփոխություններով կամ համենայնպես պրակտիկայով արգելանք դնելու ինստիտուտը նույնպես կարծես թե հեշտանում է։ Ճիշտ է իմ տպավորությունը, թե չէ։ Արգելանք դնելու ինստիտուտը, չէ, այստեղ չի շոշափվում, արգելանք դնելը այսպես թե այնպես հեշտ է, որովհետև հենց որ 10 օրվա ընթացքում չեն վճարում, հարկային այսօր ֆինանսների նախարարությունը իրավունք ունի մինչև 1 ամիս ինքը անձամբ արգելանք դնելու, նրանց դու ինքը կարող է մտնել դատարան եւ միանգամից արգելանք պահանջել, եթե դատարանը կբավարարի միջնորդությունը, արգելանք կդրվի։ Այ գալիս է տեսուչը ասում է ես գրում եմ այս ակտը, հա։ Եթե դու չվճարես եւ բողոքարկես, ես արգելանք կդնեմ, ավելի շատ կքաշվես։ Կա այդպիսի սպառնալիք, թե չկա։ Սպառնալիքները տարբեր են։ Այսօր ես չեմ ուզում այդպես առանց ապացույցների ինչ որ բաներ խոսել։ Տեսականորեն մենք չենք ասում տեսականորեն այդպես անում։ Տեսականորեն շատ բաներ կա։ Տեսականորեն ես լսել եմ ոչ միայն ասում են, որ արգելանք կդնեն, այլ ձեզ քաշ կտանք քրեական հետապնդում իրականացնենք, այս ինչի օրին կգցենք։ Ամեն ինչ կա։ Կախված է տեսուչի ֆանտազիայից ու տեսուչի հնարավորությունից։ Ինչ հետևանքների է բերելու, որ բողոքարկման ժամկետը կրճատվել է եւ 6 ամսից դարձել է 2 ամիս։ Դա վարչական վարույթի մասին օրենքով է փոփոխությունը մտել, այս նախագծի հետ դա կապ չունի։ Ես կարծում եմ, որ դրա մեջ կա բան, տրամաբանություն, որտեվ այսպես էր, երբ որ 6 ամիս էր, մեծ հաշվով ինքը դառնում էր 8 ամիս բողոքարկման ժամկետը, եւ մարդիկ կարող են չարաշահել իրավունքը 8 ամիս էր դառնում ինչպես դու սկզբից բողոքում էր 6 ամսվա ընթացքում, այդ վերջի ամսվա ընթացքում բողոքում էր գանգատարկման հանձնաժողով, հետո ստանում էր պատասխանը, հետո դրանից հետո 2 ամիս էլ ուներ դատարան մտնելու, որտեղ դատարանն 2 ամիս էր, այդ շարունակվում էր այդ հնարավորությունը, 8 ամիսը մի քիչ շատ էր այս դեպքում հարկ վճարողները կարող էին չարաշահել իրավունքները եւ եթե իսկապես խախտումը կար արձանագրված էր, կարող էին դրանով ժամանակ ձգել, որպեսզի այդ փողերը պետական բյուջետ չվճարվեր։ Կարծում տրամաբանությունը դա է։ Այդտեղ մեծ խնդիր ես չեմ տեսնում, կարծում եմ նորմալ է, որտեղ հավասարակշռություն պիտի լինի։ Այս խստացումների շնորհիվ ասվում է, հա, եւ ընդհանրապես հիմա ձեկուցում են մեր հարկային մարմինները, որ բյուջեն լցնում ենք, շատ ենք հավաքում եւ այլն։ Բյուջեն լցնելը արդյոք ինքնանպատակ է։ Բյուջեն լցնելը մենք կարծում ենք, որ կարևոր հանգամանք է, որովհետեւ առանց բյուջեի երկիրը բնականon չի կարող զարգանալ։ Բայց մենք ասում ենք բյուջեն պետք է լցվի իրավաչափ գործունեությամբ, իրավաչափ գործիքներով, հնարավորինս քիչ բիզնեսին խոչընդոտելով եւ սպառնալիքով, որը որ իր հերթին բերում է նաեւ ներդրումների կրճատմանը։ Այսօր մենք ասում ենք, ինչքան էլ որ մենք ասում ենք լավ միջավայր ունենք, օտարերկրյա Doing business-ով լավ տեղերում ենք, չէ՞։ Doing business-ով լավ տեղերում ենք, որտեղ բիզնեսի գրանցումը կրճատվել արագ ենք գրանցում, մի քիչ օգուտ ենք տվել 50,000 դրամի երևի բիզնեսին, հա։ Doing business-ը մենակ դրանով ենք երևի հիմնականում առաջներում գնացել, բայց doing business-ի ես մի քանի անգամ մասնակցել եմ doing business-ի այդ ուրեմն ֆորումներին, ես տենց էլ չկարողացա հասկանամ, թե իրանք ինչով են չափում հարկային ռիսկերը doing business-ը։ Ինձ համար հանելուկ մնաց, որովհետև ես միշտ պահանջեցի, միշտ խնդրեցի, որ ինձ մասնակից դարձրեք այս հարկային ռիսկերի չափման doing business-ի այդ ինստիտուտին, բայց տենց էլ չստացվեց։
Այսինքն հետևաբար որն է այն չափը, որ դու խստացնում ես, հա, հարկահավաքությունը եւ մյուս կողմից խթանում ես ներդրումները, այդ ոսկե միջինը կամ չգիտեմ, հատմանկետը որտեղ է։ Մեր կարծիքով եւ մեր դիմախոսները միշտ ասում են եվրոպական երկրներում նույնպես խիստ է հարկերից խուսափողների համար քրեական օրենսդրությունը ավելի խիստ է եւ այլն, չգիտես ինչու Սինգապուրի օրինակը երբեք չեն վերցնում, միշտ վերցնում են Գերմանիայի օրինակը, մենք միշտ ասում ենք Գերմանիայում հարկերից խուսափող կամ չարամտորեն խուսափողները հավանաբար մինչև 3% են։ Այնտեղ դուք կարող եք ամենախիստ քրեական օրենսդրությունը։ Այսինքն մշակույթն է այդպեսին գերմանական։ Եթե հենց հարկայինի հիմնավորմամբ մեր մոտ մինչև 70%-ի է ձգտում հարկերից չարամտորեն խուսափողները, դա նշանակում է, որ ինչքան տարօրինակ թվա, այդ ոլորտը, այդ հարաբերությունները պիտի ապաքրեականացվի, որովհետև 70%-ը այսինքն որքան մասսայական է դեպքը, այդքան պետք է մասսայական չեն կարող մենք կալանավայրերում պահել, հա, բիզնեսին։ Պիտի ապաքրեականացվի, դրվի այլ գործիքներ, որից հետո կրճատվի, երբ որ կցածրան այն ժամանակ ուրեմն նոր քրեականացվի։ Դե հիմա խոսենք այլ գործիքների մասին։ Այլ գործիքները վարչական գործիքներն են։ Տեսեք, դուք այստեղ մենք ասում ենք, որ քրեական հետապնդելի արարքը պիտի լինի ոչ թե հարկ չվճարելը, այլ դրանից խուսափելը, որովհետև երբ որ դու հարկերի ծավալը խաբել ես, սխալ ես ներկայացրել, դա խնդիր է, դա քրեական հետապնդելի արարք պիտի լինի։ Բայց երբ որ դու ճիշտ ներկայացրել ես ու չես վճարել հարկերը, ոնց որ ասում են ձելը տեխնիկի վճարելը բռնագանձում կտարածեն, գույքի վրա կտանեն եւ այլն, դրա համար չպիտի նստացնեն։ Այս փոփոխությունը ասում է հարկ չվճարելը պիտի լինի քրեական հետապնդելի։ Այստեղ խնդիր ենք մենք տեսնում, շատ լուրջ խնդիր։ Եվ մյուս գործիքները, երբ որ ասենք օրինակ գրեցին բանը, ակտը գրեցին, մարդը իրավունքը իրականացրեց, հանրական իրավունքը եկավ դատարան բողոքեց եւ դատարանը վճռեց, որ հարկային տեսություն ճիշտ է գրել։ Հիմա եկա վճարելու խնդիր, իրանք ասում են, երբ որ քրեական գործ չեն կառուցում, մարդիկ գույք չունեն, չեն կարող գանձենք եւ այլն։ Խնդրեմ, կարելի է պատասխանատվություն, անձնական պատասխանատվություն սահմանել, եթե դատարանի վճռով։ Այսինքն առանց դահակային ինչպես է։ Առանց դահակայի մասին չի խոսքը։ Դահակը այստեղ խնդիր չունի։ Խոսքը նրա մասն է, որ այդ ընկերությունը քանի որ պատասխանատու է իր անձնական պատասխանատվությունը։ Առանձնացված գույքով, այստեղ կարելի է մտցնել նաեւ օրինակ տնօրենի անձնական պատասխանատվությունը, եթե պարզվի, որ տնօրեն դիտավորյալ գործողությունների հետևանքով իսկապես դա չարամտորեն խուսափել է։ Եւ ասում են, որ գույքը տանում են ուրիշի վրա, այն ձևակերպում գիտեն, որ պիտի վճարեն, դրա համար կա ուրիշ հոդված, 193 հոդվածը կեղծ սնանկություն, սնանկության հատկանիշներ ստեղծել, այսինքն գործիքներ կան։ Եթե այդ ընթացքում դուք տեսնում եք, որ ինքը չարամտորեն խուսափել է եւ գույքը հանել է իր ընկերությունից, նրա վրա հարուցեք այլ գործ 193 հոդվածով տարեք սնանկության։ Այո, եթե դա իսկապես քրեական է եւ դա շատ վտանգավոր արարք է, որովհետեւ եթե ես գիտեմ ձեզ պարտքեմ, գնում դիտավորյալ իմ գույքը հանում է, որ ձեր պարտքը չվճարեմ, դա քրեական հետապնդելի արարք է։ Մենք չենք ասում, որ ընդհանրապես այս նախագծով ի կատարում են կառավարության որոշման եւ նախագահի 12-16 թվականի դատական բարեփոխումների ծրագրի ապա քրեականացվել են մի շարք օրինակ քրեական նորմեր, որոնք իմ համար առնվազն զարմանալի է։ Օրինակ, մի օրինակ բերեմ, ակցիզային դրոշմանիչները կեղծելը կամ դրանց օգտագործման կարգը խախտելը։ Դրանք իմ կարծիքով ավելի վտանգավոր արարք են, քան հարկերի չարամտորեն խուսափելը։ Այստեղ այդ հոդվածները ուրեմն ապաքրեականացվում է, ուրիշի գույքի վնաս պատճառել ապաքրեականացվում է, այդ հոդվածները ապաքրեականացվում են, բայց 205 հոդվածը թվում է թե ավելի մեղմացվում է, բայց մեր կարծիքով ավելի վատ թարացնում է այս նախագծով բիզնես միջավայրը։ Եվ մենք առաջարկություններ ենք նաև մեր կողմից ամեն անգամ ներկայացել, այս անգամ էլ ենք ներկայացնում։ Մենք ասում ենք, որ այն շեմի մասին նոր խոսեցինք, ավելացրեք շեմը, եթե ուզում եք, որ այս ծրագրի էությունից բխի ձեր փոփոխությունները, ավելացրեք շեմը, այդ 2 միլիոնից դարձնելով մինչև 50 միլիոն եւ 500 միլիոն, որպեսզի գերփոքր եւ փոքր բիզնեսը սրատակից դուրս գա։ Քրեական օրենսգրքում, քրեական դատարանության օրենսգրքում սահմանեք նոր ինստիտուտ, որ երբ որ կա վարչական ակտ, պիտի
երբ որ բողոքարկվել է վարչական ակտը դատական կամ վարչական կարգով, պիտի կասեցվի քրեական գործը մինչև վերջնական լուծում ստանալը։ Այստեղ մեզ ընդդիմախոսներն ասում են, որ դա երկար կտևի, 2 տարի եւ այլն կչարաշահեն, մենք ասում ենք դրա լուծումն էլ կա։ Վարչական դատարանում, ինչպես որ ընտրությունների դեպքում, սահմանենք, որ 1 ամիս կամ 2 ամսվա ընթացքում պիտի արագացված սակնվի։ Ինչպես է վերջի հարցը, ինչպես է ընթանում ձեր երկխոսությունը պետական մարմինների հետ։ Նրանք կոպիտ ասած ցրում են, թե նրանք փորձում են այնուամենայնիվ ինչ որ բան ըստ էության պատասխանել։ Ինձ թվում է փորձում են, նրանք էլ են փորձում իրավիճակից լուծումներ գտնել։ Ես երբ որ ինձ պատկերացնում եմ իրանց փոխարեն, հասկանում եմ, որ իրանց վիճակը այդքան էլ լավ չէ, որովհետև մի կողմից իրանց ասում են երևի պիտի բյուջեն հավաքագրվի, տալիս են գործիքները, մյուս կողմից էլ ասում են, որ ապա քրեականացրեք եւ այլն, բայց փորձեր լինում են, կոնստրուկտիվ առաջարկություններ եւ այլն, բայց մինչեւ այսօր, օրինակ 11 թվականին էր կարծեմ թե 12, երբ որ մենք նորից խոսում էինք այս հոդվածի մասին, այս ժամանակ 179-5-ով միայն բաններ, առաջին մասն էր 2 միլիոնից 15 միլիոններ, որ երբ որ վճարում ես ազատվում ես, իրանք դարձրեցին ընդհանուր։ Նաև առանձնապես խոշոր ասցին ձեզանից պրոզնենք մի բան ավելացնենք եւ այլն։ Բայց մեր կարծիքով դա խնդիրը չի լուծում, որովհետեւ երբ որ գայս են նկարված, այսպես ասած, բիզնեսի լեզվով ասած, նկարված ակտի դեպքում ես միևնույնն է, որ դա չեմ վճարելու։ Կամ եթե ես հնարավորություն ունեմ դա վճարեմ բիզնեսի շրջանառությունից հանեմ վճարեմ, որպեսզի ինձ ձեռք չտակ, ես հանգիստ գնամ, իմ վստահողները այդպես էլ անում են, ովքեր ունեն այդ հնարավորություն, սկզբից վճարում են, հետո բողոքարկում են։ Այո, հետո բողոքարկում են, որպեսզի իրենց վրա քրեական գործ չարուցեն, արգելանքի տակ չդնեն, մաքսային ներմուծումները չփակեն եւ այլն, որտեղ միանգամից այսպես լավ վճարում են, բողոքարկում են, ինչ արդյունք է ունենում։ Այն արդյունքները բավականին լավն են։ Ուրիշ խնդիր կա, ոչ բոլոր կլիենտներն են բիզնեսում մեր տեսանկյունից, որ ցանկանում են բողոքարկել։ Բայց ովքեր որ բողոքարկում են եւ գնում են մինչեւ վերջ, հատկապես դրանք օտարերկրյա ներդրողներն են, ավելի շատ հաջողության են հասնում, քան թե ոչ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, մեր զրուցակիցներ Կոնցերն դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, մենք հանդիպենք երկուշաբթի օրը ցտեսում։